Բարև ձեզ, իրականում չեմ ուզում տենց հենց հիմա դեմքով հանդես գամ, ոչ թե նրա համար, որ ինչ-որ վախենալ բան ունեմ, բացարձակ վախենալու ոչ մի պատճառ չունեմ, ուղղակի իմ համար սարսափելի մի հատ, ոնց ասեմ, զզվելի զգացողություն է, արդեն որերորդ անգամ է ես լսում եմ, որ հատկապես շեշտս դնում եմ հենց բյուրեղավանի բնակիչների վրա, որոնց մեծ մասը ուղղակի մարդ կոչվելու իրավունք չունեն, ինձ համար լրիվ մեկ է, կդիտեն այս տեսահոլովակը, ինչ կարծիքի կգան, ինչ եզրահանգման կգան, ինչ կմտածեն, իմ ասելիքս մեկն է, որ խնդրում եմ ավելի մի քիչ ուշադրություն դարձնի այս անտերպետությունը, անտեր եմ ասում, որովհետև հավասարա դրան, նույն բանն է, որտև այն վիճակում, որ գտնվում են մեր երկրի կենդանիները, ու շեշտս դնում եմ դրսի կենդանիներին, այն վիճակում, որ գտնվում են մեր կենդանիները, այդ ուղղակի ահավոր է մեր երկրում ընդհանրապես դրսի կենդանիներին վայել նորմալ վերաբերմունք մարդկային չեն ցուցաբերում, խոսքս էլի եմ կրկնում բոլորին չի վերաբերում, խոսքս բյուրեղավանի բնակիչների մասին է, ուրեմն կա մի հոգի աղջիկ, Մարիամ անունը, ինքը ունի նաև յութուբյան ալիք, որտեղ ցույց է տալի, թե ինչքան դժվարությամբ ամեն աստծու օր ինքը ցանկացած եղանակի հիվանդ առողջ դուրս է գալիս, որ կերակրի, օգնի այդ կենդանիներին ու իրանք մեծ քանակությամբ են թե շուն, թե կատու, ու այդ աղջիկը այդքան տանջվում է, այդքան օգնում է, որ բնակիչներից որոշ վիժվածք մասսա, այս չեմ վախենա, հենց այդպես էլ կասեմ, վիժվածք մասսա դուրս է գալիս, քարով լարում, խփում, լավ ինչքան կարելի ասենք, միթե հնարավոր չի այդ բյուրեղավանի բնակիչներին մի հատ չգիտեմ ուշքի բերել, որ սթափվեն, որ հասկանան, որ իրանք իրավունք չունեն կենդանիների նկատմամբ այտենց վերաբերմունք ցույց տան, եթե չեն էլ օգնում, գոնե թող օգնողին չխանգարեն, այս ինչ ասենք ձև է, այս ինչ միջավայրի մեջ ենք մենք ապրում ենք այդ հասարակության մեջ, ովքեր այդքան չար են կենդանու նկատմամբ, ես ահավոր ձևի բարկացած եմ, որովհետև սա առաջին դեպք չի, որ այդ աղջիկն այդքան դժվարությամբ օգնում է, ու իրան ուզում են խանգարեն, ջրի աման են վերցնում, պահում, գցում, ջարդում, քարեր դնում, շարում, որ այդ մարդը չգա չօգնի, ինչքան կարելի է այդպես